Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են տնտեսության ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում գործակցությանը վերաբերող թեմաներին։ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը եւս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ գործակցությունն ունի ռազմավարական նշանակություն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ։ Նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանային նշանակության հարցեր։ Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը։ Մտքեր են փոխանակվել TRIP նախագծի եւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարևորելով Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Աբովյանի նախկին համայնքապետի եւ համայնքապետարանի աշխատակցի վերաբերյալ քրեական վարույթը։ Քննությամբ պարզվել է, որ 2015-ից 21 թվականների ընթացքում համայնքապետը պաշտոնեական դիրքն օգտագործելով ապօրինի օտարել է Աբովյանի կանաչ գոտում գտնվող հողատարածքներ ձևականաչ ուրտներով եւ կեղծ փաստաթղթերով։ Նրա եւ աշխատակցի գործողություններով համայնքին պատճառվել է էական վնաս, որից 49 միլիոն 178 հազար դրամը վերականգնվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ցմինդա-Լարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կարիբյան ավազանում Մելիսա ավերիչ փոթորկի պատճառով զոհվել է ավելի քան 40 մարդ, զոհերի թվում են Ճամայկայի, Դոմինիկյան Հանրապետության եւ Հայիթիի բնակիչներ։ Մասնագետների գնահատմամբ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 82 կմ/վայրկյանի։ Փոթորկից ամենաշատ տուժած երկրներն են Ճամայկան, Կուբան եւ Հայիթին, որտեղ ավերվել են տներ եւ էլեկտրամատակարարման սյուներ։ Հայիթի իշխանությունները հոկտեմբերի 30-ին հայտարարել են, որ փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, եւս 20-ը անհետ կորած է։